Երկար քննարկումներից հետո արդեն 1 տարի է թանգարաններն ունեն առանձին մայրօրենք, ինչ տվեց հետաձգող օրենքը այս մշակութային հասցեներին քննարկելու ենք տաղավարում, այստեղ է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ոլորտը համակարգող տեղակալը։ Պարոն Քոչարյան, 1 տարվա հետահայացով ինչ տվեց օրենքը թանգարաններին։ Իրականում շատ բան տվեց, քանի որ մշակութային ժառանգության գլխավոր ուղղություններից մեկը օրենսդրական դաշտը չէր կարող համակարգված չլինել եւ կանոնակարգված չլինել։ Եվ ասեմ, որ այս 1 տարվա ընթացքում 23 արդեն իրավական ակտ է մշակվել օրենքի կիրարկումն ապահովող։ Բնականաբար ամենակարևոր դրույթների լիազորող նորմերը ամբողջը գտնվում են օրենքում։ Եվ օրինակ սկսած թե ուրեմն մշակութային արժեքների պահպանման, տեղաշարժման, ինչպես նաև աշխատակիցների հետ կապված բոլոր իրանց պաշտոնի անձնագրերի, բոլոր այդ լիազորող նորմերը մշակվել էին օրենքում։ Եվ դրանից հետո արդեն իրավական ակտերով կոնկրետ կարգեր են մշակվել, որոնց շնորհիվ արդեն մենք ունենք կոնկրետ կանոնակարգված ոլորտ։ Առանձին թիրախային բոլոր հարցերի հետևից արդեն կանոնակարգերի մասով գնում ենք։ Այո, օրինակ ատեստավորման կարգ արդեն, որը որ կարգավորում է աշխատակիցների գիտելիքների մասը, այսինքն որ ուրեմն աշխատանքի վրա ինչ հմտություններ պետք է եւ ինչ կրթություն պետք է ունենա համապատասխան աշխատակիցը։ Աշխատավարձի վրա ազդում է։ Տեսեք, իհարկե այս նախաձեռնության վերջնական նպատակը նաեւ աշխատավարձի բարձրացումն է լինելու եւ կարող եմ ասել, որ արդեն նախատեսում ենք առնվազն 2 մեր թանգարաններում իրականացնել ատեստավորում եւ դրանից հետո դրանից բխող աշխատավարձների վերանայում։ Գումարներից խոսեցինք, անդրադառնանք ընդհանուր բյուջեին, այս տարվա համար որքան է կառավարությունը հատկացնում թանգարաններին եւ արդյոք կան հիմնանորոգվող կամ նորոգվողների ցանկում ընդգրկված հասցեներ։ Իհարկե, կապիտալը միշտ վերջի տարիներին կառավարության ուշադրությունում է եւ 2018 թվականից ի վեր նման կապիտալ հատկացումներ երբեք չեն եղել։ Մեր ազգային պատկերասրահը լավ օրինակ է, թե ինչպես 21 թվականից մինչեւ այս տարի վերանորոգման փուլում էր գտնվում ազգային պատկերասրահը, որի վրա պետությունը ծախսել է զգալի գումարներ, սկսած օդափոխության համակարգը, վերջացրած այդ բոլոր հարկերի վերանորոգումը եւ կարող եմ ասել, որ վերջի հատկացումը եղել է 239 միլիոն դրամ, որի շնորհիվ արդեն վերջնականացվել են բոլոր հարկերի աշխատանքները մոտենում են ավարտին։ Այո, եւ ապրիլի 15-ին ժամը 7-ին նախատեսվում է թանգարանի վերաբացումը։ Գիտեմ, որ կառավարությունը ունի նաեւ առանձին ծրագիր ցուցանմուշների համալրման, այս տարի որ թանգարանները իրենց ժառանգությունը կհարստացնեն։ Այո, եւ 2009 թվականից դադարեցված էր փաստացի այդ գործընթացը եւ 2023 թվականին մենք վերականգնեցինք։ Ամեն տարի մենք ունենք նախատեսված շուրջ 59 միլիոն դրամ, որը որ նախատեսված է համալրումների համար, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ ամբողջ գումարի այդ համալրումները իրականանում են, ասեմ ինչու, որովհետև կարող է համապատասխան մշակութային արժեք այդ տարի ուղղակի չգտնվի, որպեսզի պետությունը գնի կոնկրետ թանգարանի համար։ 2024 թվականին մենք կարողացանք համալրումներ իրականացնել շուրջ 11 միլիոն դրամի չափով։ Այս տարի տեսնենք, իսկ ինչ վերաբերվում է թանգարաններին, տեսեք, գործընթացը շատ թափանցիկ է եւ մի քանի փուլանի է։ Առաջնայինը, որ բոլոր թանգարանները պետք է ունենան իրենց համալրման ռազմավարությունը։ Հետո արդեն այն մշակութային արժեքները, որոնցով իրանք նախատեսում են համալրվել, իրենց գիտական խորհուրդը կայացնում է որոշում եւ ուղարկում է նախարարություն, որտեղ նույնպես այլ խորհուրդ է ձևավորված, որը նույնպես մի հատ էլ այնտեղ է որոշվում այդ առարկայի այդ ներկայացված գումարով գնելու նպատակահարմարությունը։ Այսինքն նախապես թանգարաններն են նշում, թե ինչ են ուզում, հետո պետությունը որոշում է արդյոք դրա մասնակցություն ունենում է թե ոչ։ Այո, բայց բացի դրանից, որոնք նշում են, դա նաև պետք է բխի իրենց համալրման մարտավարությունից։ Պարոն Քոչարյան, մի բան է ունենալ ժառանգություն, բայց մի այլ բան դրանք ներկայացնելու հնարավորությունները, այսօր մեր թանգարանները ունեն բավարար օրինակ տարածքի մասով պայմաններ, որպեսզի հնարավորինս շատ ցուցանմուշներ ներկայացնեն եւ պահոցում տարիներ այսպես պահվող ցուցանմուշներն էլ հանրությանը հասանելի լինեն։ Տեսեք, իրականում քանի որ մեր ժառանգությունը շատ հարուստ է
Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք նենց այնպիսի շենք ունենալ, որը այդ ամբողջը կտեղավորի եւ հնարավոր կլինի ամբողջը ցուցադրել, բայց դա ընդունված պրակտիկա է, որ ժամանակ առ ժամանակ ցուցադրությունները վերափոխվում են եւ ֆոնդերում գտնվող արժեքները ցուցադրվում են։ Իհարկե կա ինչ որ չափով խնդիր տարածքների հետ, բայց ամեն դեպքում մենք այդ փոփոխությունների այդ փոխարինելու շնորհիվ կարողանում ենք միևնույնն է ներկայացնել մեր ունեցած կարևոր եւ լավագույն արժեքները։ Օրինակ ժամանակակից մասով որտեղ կարող են ներկայացվել։ Լավ հարց եք տալի, մենք ունենք ժամանակակից արվեստի թանգարան, որը որ համայնքային է եւ Երևանի քաղաքապետարանի ներքո է, բայց բնականաբար մեր ազգային պատկերասրահ իրավասու եւ կարող է ժամանակավոր ցուցադրություններ ունենալ ցանկացած արվեստի գործերի հետ կապված։ Իսկ հնարավորություն կա բավարար շահագրգռելու այցելուներին թանգարաններ այցելելու համար։ Գիտեմ, որ ստեղծվեց առանձին հիմնադրամ այս գործառույթներն իրականացնելու համար, եթե չեմ սխալվում, մոտավորապես 1 տարեկան է, ինչ արդյունքներ հասցրեց գրանցել այս հիմնադրամը։ Այո, մի տարի ինքը գոյություն ունի, բայց նշեմ, որ գրասենյակը բացվել է բոլորովին վերջերս։ Հիմնադրամը արդեն իսկ հասցրել է իրականացնել Անահիտ Աստվածուհու ցուցադրության մարքեթինգային արշավը Հայաստանում, բայց ուզում եմ ասել, որ նա դեռ կայանում է եւ հիմա բնականաբար արդեն նոր իրավական կարգավորումներն են մեզ նոր թույլ տալիս, որ ինքը ամբողջապես սկսի իրականացնել բոլոր մեր ենթակայության տակ գտնվող 19 թանգարանների մարքեթինգային, գովազդային միջոցառումները։ Անահիտը բավական մեծ հնչողություն ունեցավ, իսկ այս տարվա ընթացքում այլ նշանակալի ցուցադրություններ նախատեսված են։ Իհարկե, Անահիտը մեր համար լավ օրինակ էր, լավ աշխատանք էր եւ մենք որոշել ենք պահենք այդ տեմպը։ Այս տարի սեպտեմբերի համար արդեն իսկ Պատմության թանգարանը նախապատրաստել է Լուվրից ցուցադրություն, որը նույնպես կբացվի, կարծում եմ, սեպտեմբերի 21-ին։ Նշեմ նաև, որ մնացած թանգարաններն են բավական ակտիվացել միջազգային ասպարեզում։ Գրականության եւ արվեստի թանգարան ունի նախաձեռնություն Վիլյամ Սարոյանի Ամերիկայում գտնվող նկարների ցուցադրություն կազմակերպել Հայաստանում։ Ազգային պատկերասրահ ունի նախաձեռնություն, որ Բարբիզոնում Ֆրանսիայի ցուցադրվելու են հայ իմպրեսիոնիստների գործերը։ Մի խոսքով բավականին ակտիվացել է մեր միջազգային համագործակցությունը եւ շատ շուտով հանդես կգանք այլ շատ հնչեղ առաջարկներով եւ նախաձեռնություններով։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես էլ